Չուտի վերնիս քիչ փոփագաս է այսօր։ Երեք երևի մեզ շատեր ուշ քնացած են, չէ՞։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Հիսուս այսօրվան ավետարանին ընդմեջեն հետևյալ առագը գխոսի։ Առագը, որ գսե ավետարանիչը, անոնց համար, որոնք համարում ունեին, թե արդար են եւ ուրիշները կար համարեն։ Երկու հոգի դաջար կացին աղոթելու։ Մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին մեկ կողմ գեցած, ինքն իրեն գաղոթեր։ Աստվածին, շնորհակալ եմ քեզ մե, որ ուրիշ մարդոց նման հափշտակող, անիրավ, շնացող չեմ, կամ այս մաքսավորին բեսալ չեմ, այլ շաբաթը երկու անգամ ձոմ կպահեմ եւ ամբողջ եկամուտիս 10-րդը դաջարին կուտամ։ Իսկ մաքսավորը հերուն գեցած, աչքերը առանց վեր բարձրացնելու, գուրծքը կձեձեր եւ կսեր, Աստված, ներե մեղավորիս մեղքերը։ Գսեմ ցեզի, ես ռագացուց Հիսուս։ Մաքսավորն է, որ արդարացած դուն կնաց, եւ ոչ թե փարիսեցին, որովհետև ով որ իր անձը կբարձրացնե, բիդի խոնարհի, եւ ով որ իր անձը խոնարեցնե, բիդի բարձրանա։ Ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, ահա վասիկ թրվակը Հիսուս Քրիստոսի կյանքեն, որ գարձեք, եթե չիմանայինք, որ ավետարանին մաս ըլլար, պիտի գարձենք, որ քարոզիչը մեզի այսօր այս խոսքերը ասած է։ Այնքան այժմեական են այս խոսքերը այսօր մեզ յուրաքանչյուրին համար, քրիստոնյաներուս համար, որ յուրաքանչյուր փառ եւ նախատասություն, յուրաքանչյուր պատկամ պետք է մեր ագանչեն ներս մտնե, բայց մեր հոգիի մեջ դեղ կրավե։ Հիսուս իր աշակերտներուն, ոչ միայն առաքյալներուն, իր աշակերտներուն, իրեն հետևողներուն նայելով այս առագը կպատմե։ Առագը մեզ շատերուն ծանոթ է եւ շատ ու շատ անգամներ լսած են կադոր մասին։ Փարիսեցիին եւ մաքսավորին առագը։ Բայց եւ այնպես սիրելիներ, 1000 անգամալ, դասնյակ հազարավոր անգամներ լսած ալլանք այս թրվակը, եթե այս թրվակին մեջ մենք պատկամը պիտի չառնենք մեզի, այս թրվակը բարաբի կրված է, իմաստ չունի։ Եթե մենք մեզ փարիսեցիին դեղը պիտի չիտնենք, կնշանակե որ, նայեցեք կգրկնեմ, փարիսեցիին դեղ, ոչ մաքսավորին, փարիսեցիին դեղ եթե չտնենք մենք մեզ, այս թրվակը Հիսուսի խոսքը մեզի ըսելիք չունի։ Շատ հետաքրքրական է սիրելիներ, թիբուկ, զորավոր, գուր փարեր կկործածվին, եւ ավետարանիչը առագը կփանա ասելով Հիսուս այս խոսքը գսե ադոնց համար, որոնք համարում ունեին, թե արդար են եւ ուրիշները գար համարեին։ Հայտնի գթարնա մեզի այստեղ սիրելիներ, որ Հիսուս եւ Ղուգաս իր եկեղեցին գուղեր խոսքը զգուշացնելով քրիստոնյաներուն, որ եթե իսկապես Քրիստոսը ունին եւ Քրիստոսի հետևորդ են, չեն գրնար ամփարդավան ըլլալ, չեն գրնար նախաբես, նախքին կյանքի ընթացքին
փարիսեցիներու նման ապրիլ։ Իրավունք չունին իրենք զիրենք ուրիշներեն, իրենց եղբայրներեն եւ քույրերեն, ծանոթներեն եւ անծանոթներեն ավելի լավ նկատելու։ Որքան գեղեցիկ եւ այժմեական է սաբաթկամը, սիրելիներ։ Եվ դեղին, ինչպես որ ժամանակին ըստերևույթին աշակերտներուն մեջ այս հոգեբանությունը կդարածվեր, ասելով, որ մենք հրյաներեն ավելի լավ ենք, մենք մյուս ժողովուրդներեն ավելի լավ ենք, որովհետև քրիստոնյաներ ենք, արդեն այդտեղ Հիսուս կհիշեցնե այդ աշակերտներուն ասելով, թե գնամանիք փարիսեցիներուն, որոնք աղոթած ադեն ճշմարիտ Աստծույն, իրենց կտեսնեին, նույնիսկ աղոթքի ժամանակ։ Եվ այդ բիսիները Հիսուս կսե, դեղ չունին Աստուծո արքայության մեջ։ Աստուծո արքայության շարժումին մեջ, անոնք չեն գրնար թերագադարություն ունենալ։ Ինչն է սխալը, սիրելիներ։ Սխալը փարիսեցին այն էր, ոչ թե որ ինք Աստուծո օրենքները կգադարեր, ոչ թե որ դասանորդ կուդար դաջարին, ոչ թե որ ձոմ կբահեր, այդ բոլորը փարի էին, բայց եւ այնպես, երբ աղոթքը կվերածվի կատալոգիմը, մեր արժանիքները ցուցակագրելու Աստուծո, այսինքն մենք մեզ դեսնելու, կնշանակե, որ այդ աղոթքը, որ պետք էր միջոց դառնար Աստծո հետ երկխոսության, փարին հետ խոսելու, ճշմարիտին հետ երկխոսելու, արիտ դառնար, կդառնա արիտ դադարության։ Մենք որպես քրիստոնյաներ եւ Աստծո զավակները, սիրելիներ, իրավունք չունենք մենք մեզ ավելի լավ նկատելու ուրիշներեն։ Այլ խոսքով մենք գոչված ենք համեստության, խոնարհության, ծառայական կյանքին, եւ նույնիսկ աղոթքի ժամանակ, նույնիսկ եթե մեկը չլսե մեզ, Աստված երբ կլսե մեզ, չենք գրնար մեր արժանիքները ցուցակագրել Աստծո առջև եւ ասել դեր, գիտես ինչ, ես երեք աղքատի մօգնեցի, ես բարի մարդ եմ, ես ամեն գիրագի եկեղեցի գերտամ, մոմ գվարեմ, հայ սուրբին քարոզը մտիկ կնեմ, չեմ նեղեր քովինս, չեմ հափշտագեր թրացիս, կորձիս ժամանակ ես ուրիշին ունեցվածքը չեմ յուրացներ, բայց ահավասիկ սիրելիներ, երբ որ նման հոգեբանությամբ կմոտենանք աղոթական կյանքին եւ Աստծո, կնշանակե, որ մենք երբեք մեր թասը չենք արած։ Ճշմարիտ պատկամը չենք հասկացած Քրիստոսի։ Քրիստոս մեզի այսօր եւ ամեն վարյան եւ ամեն անգամ մեզի կհիշեցնե, թե արդակին քու օրինաբահություններով հանդերձ տուն բագասավոր կմնաս Աստծո պատկերին առջև։ Գարիք ունիս խոնարելու, բայց խոնարելու համար պետք է անդրադառնաս, որ տուն Աստծո մեծության առջև ոչնչություն մնես։ Պետք է մենք բոլորս, սիրելիներ, եթե կհավատանք, որ Աստված կսիրենք եւ կհետևենք Աստծո, եւ Աստված մեր կյանքի մեջ ունենք, ուստի պետք է իմանանք արդեն, որ Աստված շատ ավելի մեծ է, եւ այդ մեծության եւ փառքին առջև մենք չենք կրնար համարձակիլ մենք մեզ մեծեր նկատել։ Այդ փառքին առջև մենք կհալինք իսկույն, այդ լույսին առջև մենք ամբողջությամբ ոչնչանանք։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, բոլոր անոնք, որոնք կհանդգնին ասելու, որ իրենք հոգևոր մարդիկ են, Աստծո հետ հարաբերության մեջ են, եկեղեցասեր մարդիկ են, քրիստոնյաներ են, թող ուրեմն այսօր, առավել քան վաղը, այսօր վնե,
հանցնառությունը առնեն համեստանալու եւ խոնարհելու Տիրոջ առջև։ Այսինքն խոնարհիլ չի նշանակեր թերասանություն ունել, որովհետև եթե մարդիկ գարենան խապել, Աստված չեն կրնար խապել։ Խոնար անցլալ չի նշանակեր միմիայն արդակնաբես այդ մեկը ցույց տալ, այլ հոգիով, էյությամբ, համբերել, սիրել, դոգալ, ընդունել, երգայնամիտ ըլլալ։ Այս է ահավասիկ սիրելիներ, որ Աստված կպահանջե մեզ մե։ Նայեցեք շատ հետաքրքրական է, այստեղ առագին մեջ գսե երկու հոգի դաջարկացին գսե, Փարիսեցին, մյուսը Մաքսավոր։ Փարիսեցին մեկ կողմ գեցած էր, ինքն իրեն գաղութ էր, բայց Մաքսավորին համար երկու խոսի գսե, գեցած էր ետև։ Անոնք, որոնք որոշ ծանոթություն ունին դաջարի թրվածքին Երուսաղեմի, որտեղ այս մեկը կգադարվի դաջարի մեջ, լավ գիտեն, թե որոշ բաժին մգա, որ կգոչվի իսրայելացիներու ադյան, ուր Իսրայելի երիկ մարդիկը միան, հրյա երիկ մարդիկ իրավունք ունեին գենալու։ Դաջար ուներ քանիմը ադյաններ, ադյամը ուներ դիգիններուն համար, ավելի թուրս, իսկ ներսը, ուր որ քահանաները կգենային, քիչը ավելի վար գար Իսրայելի ադյանը, ուր ըստ երևույթին, այս Փարիսեցին եւ Մաքսավորը որպես հրյաներ եւ տղաք կամ երիկ մարդիկ գեցած պիտի ըլլային։ Փարիսեցին գհանտկնի երթալ արջև, ադյանի մեջ արջև երթա եւ իր աղոթքը կգադարե։ Որոշ պատկերներ կան սիրելիներ մեր կյանքի մեջ, որ ցույց կտան մեր ով ըլլալը։ Փոքր բաներ, նշաններ։ Փարիսեցին մինչ ինքզինք արջև գհրե, որ Աստծո հետ դաջարին մեջ խոսի, եւ անոնք, որոնք կրնան պատկերացնել այդ ադյանին պատկերը, երբ արջև պիտի նայի աստիճաններ կան, աստիճաններեն վեր նայած պիտի ըլլա, որբեսի դաջարի սրբություն սրբոցի բادرը դեսնե։ Ուստի աղոթած ադենը երևակայեցեք այսպես կաղոթեր Փարիսեցին։ Նայեցեք նույնիսկ իր արդակին երևույթը միմիայն ամփարդավանություն եւ ինքնասիրություն ցույց կտար։ Մյուս կողմեն գսե ավետարանիչը Մաքսավորը յետևը, ձայրը յետևը եւ երեսը քեդին, աչքերը վար, չեր հանդգներ նայելու Տիրոջ, իր աղոթքը կգադարերսելով դեր, ներեք ու ծարատ, ներեք ու մեղավոր ծարատ։ Եվ այս քանիմը փարերը շատ ավելի զորավոր էին եւ ազդեցիկ եւ լսելի Աստծո ականջին, քան այն ամփարդավան Փարիսեցին, որ թե երևութաբես, թե ներքնաբես, պատրաստ չէր Աստծո խոնարհությունը, համեստությունը, ծառայական գերբարը Քրիստոսի յուրացնել իր կյանքի մեջ։ Եկեղեցի գուքանք։ Շատ անգամ գլսենք, Երանի լսած չլանք։ Շատ անգամ գտեսնենք, Երանի չտեսնենք։ Մարդիկ, որոնք քրիստոնյա գցևանան, դեղի համար գրիվ գնեն։ Ոմանք կուզենքալ արջև, երևնալ, խոսքս ասոնց մասին չէ, ծեր մասին չէ, սխալ չհասկնակ, մարդիկ, որ գրիվ ընելով կուզեն արջևները կրավել, երևնալ ամեն մարդու, մանավանդ բաշտոնական դոներուն, կտեսնենք, շղթաներ կքաշվին այստեղ, գարկիլվին, միմիան երևելիներ պետք է արջև նստին։ Հիվանդակին է գացությունը, բայց դժբախտաբար իրական։ Իսուս կսե հոն նստողը շատ ավելի մեծ է, քան հոս նստողը։
մի դարվիկ այսքե սիրելիներ։ Մարդոց մի նմանիք ձեր գերբարով և գենցաղով։ Ցկեք որանոնք, որոնք գերգրբակ են չարին, թող չարի ճանապարհեն քալեն։ Թող փնտրեն մեծություն, թող փնտրեն հարստություն, թող փնտրեն թիրք, փառք, բադի։ Ցկեցեք, որանոնք իրենց կիցածը անեն։ Բայց մենք, որ Քրիստոսը մեր գուրսկին կգրենք, մեր սրդին կգրենք, մեր հոգիին կգրենք, չենք կրնար այդպիսիներուն նմանիլ։ Հոգինից սիրեմ, չենք կրնար մենք ամփարդավան մարդը լալ, չենք կրնար մենք թրսեցին նմանիլ։ Ուստի եկեք սիրելիներ, եթե կուզենք Քրիստոսի այս վերջին խոսքը, ով որ իր անձը կբարձրացնե պիտի խոնարհի, իսկ ով որ կխոնարհեցնե պիտի բարձրանա, եթե ուզենք այս խոսքը իրականանա մեր կյանքի մեջ։ Ուստի եկեք մենք ըլլանք այն խումբին մեջ, որ մեծություն չի փնտրեր այստեղ, որովհետև մեծությունը իրեն պիտի դրվի, ճշմարիտ և միակ մեծին կողմ է, Աստուծո կողմ է։ Ուստի թող որ Տիրոջ հոգին ինք ներգործե մեր բոլորի կյանքի մեջ։ Համեստություն, բարձրություն, սեր լեցնե մեր կյանքի մեջ։ Սորվինք Քրիստոսի նմանիլ, որովհետև բոլորս ալ գարիք ունենք ադոր։ Սորվինք առաքյալներուն նմանիլ, սուրբերուն նմանիլ, և մեր կյանքը ավելի սրբագենցաղ երգով, ավելի համեստությամբ, խոնարհությամբ, մաքրությամբ մեր կյանքը ապրինք, ոչ միայն մեր հարազատներով շրջապատված, այլև Քրիստոսի մարմինով, Քրիստոսի ներկայությամբ, բոլորով, որպես համայնք, որպես ժողովուրդ, միշտ սիրելիներ, մտաբերենք այդ աղոթքը, որ մաքսավորը սավ Տեր, ները քու մեղավոր ծառայիդ մեղքերը։ Ամենեն գեղեցիկ և ամենեն լսելի աղոթքը մեր բոլորին համար։ Ամեն։